քանի որ օրինակ իմ դիտարկմամբ Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ իր դեմքը շատ ատելի է բոլորի համար, իսկ իր որդին օրինակ այդ աստիճան բացական ալիքներ դեռևս չունի, ինչքան ինքը, որովհետև նրան ձգտելը շատ բարդ է, ապա ես իմ դիտարկմամբ ընդդիմությունը ցանկանում է իբրև առաջին համար դեմք կամ հետագայում տեսնել Լևոն Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Եվ ինքը տենց իր համար հիմա փորձում է կերտել կերպար, օրինակ դուք շատ ակտիվորեն կտեսնեք ինքը ինչպես է տենց ուժային վարժություններ անում, ակտիվ TikTok, PR-ի վրա աշխատում են, իբր ինքը շատ ուժեղ բան տղա է։ Եվ ելույթն էլ, հա, գալիս, ասենք, ամբախ-սամբախ խոսում է, եւ դե բնականաբար հարգելով կանոնակարգը մենք սպասում ենք եւ մեր փոխնախագահն է ելույթ ունենում սրան ի պատասխան իհարկե իբրև էլի ուժեղ տղա տենց դուրս է գալիս ակտիվանում է ու տեսակ արդեն այդ ընթարումը եւ ամբողջ ֆրակցիայով պաշտպանեցին պարոն Քոչարյանին կալցո օպերացիա իրականացրեցին որ նրա մազը չծռվի շատ պրոֆեսիոնալ իրականացրեցին իդեպ ասեմ եւ պարոն Քոչարյանը թույլ տվեց կանանց թիկունքում պաշտպանվելով այդպես հերոսաբար հայհոյել եւ բնականաբար ինչը չի կարող ոչ քաղաքացու ոչ պաշտոնյայի դա ընկալելի լինել հա նրանց համար